Գիրք Ծննդոց, գլուխ 18 Աբրահամին որդի խոստացվեց։ Եվ Տերը նրան երևաց Մամրեի կաղնիների մեջ, օրվա տաք ժամին նա նստել էր վրանի դռանը։ Եվ վեր բարձրացրեց աչքերը, և նայեց, ու ահա 3 մարդ էին կանգնել իր մոտ, և երբ տեսավ վրանի դռնից վազեց նրանց ընդառաջ և մինչև գետնին խոնարհվեց, և ասաց. «Տեր իմ, եթե հիմա քո առաջ շնորհ եմ գտել, աղաչում եմ, մի անտեսիր քո ծառային։ Թող մի քիչ ջուր բերվի, խնդրում եմ, և լվացեք ձեր ոտքերը, և ծառի տակ հանգստացեք։ Եվ ես մի պատառ հաց բերեմ, և ձեր սրտերն ամրացրեք, հետո կգնաք, որովհետև սրա համար է, որ ձեր ծառայի մոտ եք եկել»։ Եվ նրան ասացին. «Արա այնպես, ինչպես որ ասացիր»։ Եվ Աբրահամը շտապ գնաց վրանը Սառայի մոտ և ասաց. «Շուտ արա, 3 գրիվ ընտիր ալյուր հունծիր և նկանակներ շինիր կրակարանի վրա»։ Եվ նախրի մոտ վազեց Աբրահամը և մի մատխաշ ու լավ հորթ առավ ու տվեց պատանուն, սա էլ շտապեց այն պատրաստելու։ Եվ կոգի ու կաթ և իր պատրաստած հորթը վերցրեց և նրանց առաջ դրեց, իսկ ինքը ծառի տակ նրանց մոտ կանգնեց, և նրանք կերան։ Եվ ասացին նրան. «Ո՞ւր է քո կինը Սառան»։ Եվ նա ասաց. «Ահա վրանում է»։ Եվ նա ասաց. «Եկող տարի ստույգ քեզ մոտ կվերադառնամ, կյանքի ժամանակի համաձայն, և ահա քո կինը Սառան մի որդի կունենա»։ Իսկ Սառան լսում էր վրանի դռնից, որը նրա ետևում էր։ Արդ Աբրահամն ու Սառան ծերացած էին, և օրերն անցկացրած։ Սառայի համար դադարել էր կանանց օրենքի մեջ լինելը։ Ուստի Սառան իր մտքում ծիծաղեց ասելով. «Ես պառավելուցս հետո եմ հաճույք ունենալու, և տերս էլ արդեն ծերացած է»։ Եվ Տերն ասաց Աբրահամին. «Սառան ինչու ծիծաղեց ասելով. Միթե ես իրոք երեխա եմ ունենալու, երբ արդեն ծեր եմ։ Տիրոջ համար արդյոք դժվար բան կա։ Նշանակված ժամանակին նորից քեզ մոտ կգամ, ըստ կյանքի ժամանակի, և Սառան մի որդի կունենա»։ Այն ժամանակ Սառան ուրանալով ասաց. «Չեմ ծիծաղել», քանի որ վախեցավ, իսկ նա ասաց. «Ոչ, ծիծաղեցիր»։ Եվ մարդիկ այնտեղից վեր կացան, ուղղվեցին դեպի Սոդոմ, և Աբրահամն էլ նրանց հետ էր գնում, որ նրանց ճանապարհի։ Եվ Տերն ասաց. «Միթե ես գաղտնի եմ պահելու Աբրահամից այնինչ անում եմ, տեսնելով, որ Աբրահամը հաստատապես մի մեծ ու զորեղ ազգ է դառնալու, և երկրի բոլոր ազգերը նրանում օրհնվելու են։ Որովհետև ես ճանաչեցի նրան, որ իր որդիներին ու իրենից հետո իր տանը կպատվիրի, և նրանք Տիրոջ ճանապարհը կպահեն, արդարությամբ և իրավունքով շարժվելու համար, որպեսզի Տերն Աբրահամի վրա բերի, ինչ որ ասել էր նրա մասին»։ Եվ Տերն ասաց. «Որովհետև Սոդոմի և Գոմորի աղաղակը շատացավ, և որովհետև նրանց մեղքը շատ ծանրացավ, ուստի իջնեմ ու տեսնեմ, թե ինձ հասած աղաղակի պես է ամեն ինչ, և եթե ոչ, ես կիմանամ»։ Եվ այն մարդիկ այնտեղից իրենց դեմքերը դարձրին դեպի Սոդոմ գնացին, և Աբրահամը դեռ կանգնած էր Տիրոջ առջև։ Եվ Աբրահամը մոտեցավ ու ասաց. «Միթե ամբարիշտների հետ արդարներին էլ ես կործանելու։ Գուցե այն քաղաքում 50 արդար կա, միթե նրանց էլ կկործանես, չես խնայի այն վայրը այդտեղ եղող այն 50 արդարների համար։ Քավ լիցի, որ դու այդպիսի բան անես, որ արդարին ամբարիշտի հետ սպանես, և արդարն ու ամբարիշտը նույնը լինեն, քավ լիցի քեզ, միթե ամբողջ երկրի դատավոր արդար չի գտնվի»։ Եվ Տերն ասաց. «Եթե Սոդոմում 50 արդար գտնեմ քաղաքում, նրանց համար ամբողջ վայրը կխնայեմ»։ Եվ Աբրահամը պատասխանեց ու ասաց. «Ահա հիմա ես սկսել եմ խոսել Տիրոջ հետ, երբ ինքս հող ու մոխիր եմ։ Գուցե 50 արդարից 5-ը պակաս լինի, այն 5-ի պատճառով ամբողջ քաղաքը կկործանես»։ Եվ ասաց. «Չեմ կործանի, եթե այնտեղ 45-ը գտնեմ»։ Եվ դարձյալ խոսեց նրա հետ ու ասաց. «Գուցե այնտեղ 40-ը գտնվի»։ Եվ ասաց. «Այդ 40-ի համար էլ չեմ անի»։ Եվ ասաց. «Տերը թող չբարկանա, թող խոսեմ, գուցե այնտեղ 30-ը գտնվեն»։ Եվ ասաց. «Եթե այնտեղ 30-ն էլ գտնեմ, չեմ անի»։ Եվ ասաց. «Ահա ինձ վրա եմ վերցրել խոսել Տիրոջ հետ, գուցե այնտեղ 20-ը գտնվեն»։ Եվ ասաց. «Այն 20-ի համար էլ չեմ կործանի»։ Եվ ասաց. «Օ Տերը թող չբարկանա, և միայն այս մի անգամն էլ խոսեմ, գուցե այնտեղ 10-ը գտնվեն»։ Եվ ասաց. «Այն 10-ի համար էլ չեմ կործանի»։ Եվ Տերը գնաց իր ճանապարհով, երբ Աբրահամի հետ խոսքը վերջացրել էր, իսկ Աբրահամը վերադարձավ իր տեղը։